Ես ասել եմ ու ասում եմ, որ միայն ճշմարտության ընդունման, ճիշտ ընդունման իրականության հետ առերեսվելու, կերտվելու, գրագետ լինելու, ֆիզիկապես որոշակի օրինակի արդեն սա շարունակում եմ ուժեղ լինելու պարագայում մենք կարողանանք դադարեցնել այս կասեցնել անկումը եւ հետագայում շանս կբացվի, հնարավորություն կբացվի ինչ որ վերելքի համար։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրենց ծանր լծի տակ գցած ջոչերը շարունակում են պահպանել սրբության սրբոցի նման իրենց կորպորատիվ էտիկետը եւ իրենց ծառայած համակարգերի ներկայացուցիչները եւս իրենց հերթին շարունակում են տոն տալ այդ ամենին։ Իրենք իրենց հերթին շարունակում են այդ էտիկետը պահպանել, ոչ մի շանս չկա դրական ինչ որ ընթացքի։ Դեպուտատները նախկին եւ ներկա իրենց հերթին, ժուրնալիստները իրենց հերթին, ազգային անվտանգության նախկին ներկա սպաները իրենց հերթին, ոստիկանության, ժուրնալիստները, ինչը շատ կարևոր է իրենց հերթին, բոլորը կամ ճնշող մեծամասնությունը չհաշված 1-2 անհատների, ովքեր երևի աշխատանք էլ չունեն, շարունակում են պահել ցեխային իրենց սոլիդարությունը։ 2 հոգի, օրինակ, դուրս են գալիս մարդիկ, ովքեր ազգը բերել հասցրել են, մեծ վաստակ ունեն շակերտավոր ազգի այս վիճակի մեջ գտնվելու համար, շրջում են մարզերով եւ ասում են, որ պետք է կրթվել եւ կրթվել է նորաձև է։ Այն, որ մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում կրթվելու անհրաժեշտություն ունենք, անխոս։ Հայաստանը մի տարածք է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ վխտում է ուղղակի աղանդավորությունը մի կողմից, ռելիգիոզ կրոնական նացիոնալիզմը մյուս կողմից, հետանոսությունը այն մյուս կողմից, աթեիզմը այն մյուս կողմից, կեղծ քրիստոնեությունը այն մյուս կողմից։ Եվ այս պարագայում բնականաբար կրթվելը, գրքեր կարդալը, տեքստեր կարդալը, հասկանալը, դրանց վերաբերյալ այլ ավելի խելացի մարդկանց հարցնելը մեզ համար կբացի նոր հորիզոններ։ Մենք պիտի գիտենանք, թե ինչ ենք մեզանից ներկայացնում, թե ինչ տարածաշրջանում մենք ապրում, թե ինչ պատմություն մենք ունենք, թե ինչ պատմություն ունեցել են ուրիշները, որ ապրում են մեզ հետ եւ այսպես շարունակ։ Ոչ թե հետևելով ռոպագանդային, այլ հետևելով գիտությանը, իսկ գրքեր, որտեղ գրված է իրականության մասին, շատ են։ Այո, մենք պիտի կրթվենք, բայց մենք չպիտի կրթվենք Նիկոլի եւ Աննայի ասելով։ Նիկոլը ու Աննան եւս մեծ անհրաժեշտություն կա իրենց մոտ կրթվելու։ Իրենք պիտի նախ իրենց հարցնել, թե օրինակ իրենց կրթական համակարգով տպավորություն է ստեղծում, որ երբ իրենք այդ շրջագայությունների մեջ են Հայաստանի Հանրապետությունում, իրենց տպավորությունը իբր թե իրենք կրթված են, այդ էլ ուզում են ուրիշներին սովորեցնել եւ իրենք շատ հանգիստ են այդ ամենը անում, ինչու, որովհետեւ շատ լավ գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինի մարդիկ, ովքեր կխախտեն կորպորատիվ էտիկետը եւ իրենց ընթացքը կկասեցնեն։ Դրա համար իրենք շատ հանգիստ են։ Եվ նաեւ շատ հետաքրքիր կլիներ հարցնել օրինակ Աննա Հակոբյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ իրենց կրթական համակարգի ինչպես կոչել այն, երբ հազարավոր տղաների ուղարկում ես Աղդամ ու Ջաբրայել, հետո սպանել ես տալիս բարի բուն իմաստով, հրահրում ես պատերազմը դուք եք հրահրել։ Եվ հետո 91 թվականի փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները լղին նախին տարածքը ընդունում ես Ադրբեջանի մաս։ Դա ձեր կրթական այդ համակարգով ինչպես է կոչվում։ Եվ նաև մեկ այլ բան բերեմ, 4 տարի այս մարդիկ իրականացնում են իրենց գործունեությունը։ 4 տարվա մեջ այդպես էլ պարլամենտում իմպիչմենտի գործընթաց չնախաձեռնվեց, հիմա փորձում են վերջից նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց, հիմքում դրված է բան,
ինչ-որ բան է դրված, այսինքն եթե դուք նախաձեռնում եք impeachment-ի գործընթաց, հիմքում պետք է դրված լինի այս մարդկանց հանցագործությունները։ Իսկ այս մարդիկ երկու մասշտաբային հանցագործություն են արել։ Առաջինը զորակոչը ուղարկել են եւ այդ տարածքները հետագայում ճանաչել են ադրբեջանական, զորակոչը ուղարկել են պարտադիր սա պիտի ներառվի։ Սա հանցագործություն, սա միջազգային մասշտաբի հանցագործություն է։ Սա մոտավորապես, չգիտեմ, ցեղասպանել է մարդկանց, հասկանում եք, սա պիտի դրված լինի։ Եվ երկրորդ հանցագործությունը։ Նրանք սիմվոլներն են 2018 թվականի կեղծեղափոխության։ Եվ սա եւս պիտի դրված լիներ impeachment-ի նախագծի հիմքում, բայց ոչ նա կա։ Ինչու՞, որովհետեւ տղաները չեն ուզում խախտել իրենց կորպորատիվ էտիկետը։ Տղաները չեն ուզում, նախագծի հեղինակները չեն ուզում խախտել իրենց կորպորատիվ էտիկետը, բայց պահանջում են, օրինակ Էդգարը պահանջում է, որպեսզի կորպորատիվ էտիկետ պիտի խախտի ԿՊԱ-կան ենթադրենք Պալյան Էման եւ դուրս կա Փաշինյան Նիկոլի ազգային անվտանգության ծառայության դեմ, Փաշինյան Նիկոլի դատավորների դեմ։ Չի անելու տղեկ։ Դուք անկեղծ չեք։ Դուք ձեր գործունեությունը եւս ենթադրում է երեսպաշտություն։ Դուք այս անսամբլի, ասենք, շարունակողներից մեկն եք։ Բոլոր տեղերում է երեսպաշտությունը, բոլոր տեղերում մարդիկ պահում են իրենց կորպորատիվ էտիկետը։ Բոլոր տեղերում։ Դաշնակ Գեգամ Մանուկյանը դուրս է գալիս ազգային ժողով եւ ասում է, որ 2008 թվականին, երբ հանել էին Արարատ լեռան նկարները, եղել է թյուրիմացություն, գիտեք ինչու է դա անում, որովհետեւ Գեգամ Մանուկյանը չի ուզում խախտել կորպորատիվ էտիկետը։ Իսկ Հայաստանի Հանրապետության նման պետություններում կորպորատիվ էտիկետ խախտել նշանակում է մնալ մենակ։ Նշանակում է, ասենք, հայտնվել կալանքի տակ, սահմանափակումների տակ։ Նշանակում է, չգիտեմ, ինչ որ հնարավոր, ինչ որ մի պահի կարող է դուք նիսը հաց առնել։ Դա է նշանակում Հայաստանի Հանրապետությունում խախտել կորպորատիվ էտիկետ, իսկ դուք չեք ուզում։ Դուք չեք ուզում, սակայն պահանջում եք, որ դա պիտի անեն ուրիշները։ Երբ 2018 թվականին տեղի էին ունենում իրադարձությունները, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կար մարդու իրավունքների պաշտպան։ Նա պաշտոնավարեց մինչև եթե չեմ սխալվում 2021 թվականը կամ 20-ի վերջ։ Թաթոյան Արման։ Ավարտական դասարանների երեխաներին հանում են դպրոցներից, փողոց փակել էին տալիս, հետագայում այդ երեխաներին ուղարկեցին, ու արդեն գիտեք, ինչ տեղի ունեցավ այդ պատանիների հետ։ Թաթոյան Արմանը մի բան ասաց կա այդ թեմայով, իհարկե ոչ։ Իսկ դուք մի բան ասել եք Թաթոյան Արմանին հրապարակայնորեն այդ թեմայով, իհարկե ոչ։ Գիտեք ինչու, որովհետև պահում եք ձեր կորպորատիվ էտիկետը։ Դուք ձեր կորպորատիվ էտիկետն եք պահում այնպես, ինչպես պահում է Պալյան Էման, Գեգամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը։ Արծվիկ Մինասյանը վերջերս հարցազրույց էր տալիս Պետրոս Ղազարյանին, ես կարծում եմ, եթե ամեն շաբաթ Արծվիկ Մինասյանի եսին կանչեն Պետրոս Ղազարյանին հյուր, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ահագին կբարձրանա։ Էդգար Ղազարյան, չես ուզում մի հատ էլ այդ քո հաղորդման շրջանակներում Արծվիկին անդրադառնաս, թե կորպորատիվ էտիկետը թույլ չի տալիս։ Իմիջայլոց, դուք ո՞նց եք պահում ձեր տունը։ Հետաքրքիր է։ Ո՞նց եք պահում դուք ձեր տունը։ Լավ, մի խոսքով, այս ամենը կշարունակվի, հարգելի բարեկամներ, քանի դեռ այս սիստեմն է իշխում, բայց վաղ թե ուշ այն կավարտվի, ինչպես որ եւ տա Աստված հայ ճնշմամբ այն ավարտվի, տա Աստված հայ ճնշմամբ այն ավարտվի, այս սրիկաները խախտեն իրենց հանցավոր կորպորատիվ էտիկետը հայ ճնշմամբ, իսկ եթե տեղի չունեցավ, անպայման ջոչերին է խոսքը վերաբերվում, ոչ թե մակլավիկներին, որոնք ծառայում են ջոչերին, ապա անպայման որոշակի քննիչների մոտ անպայման իրենք իրենց կորպորատիվ էտիկետը կխախտեն